Գիրք առակաց, գլուխ 6. Որդյակս, եթե դու երաշխավոր եղար քո ընկերի համար և ձեռքդ տվիր օտարի համար, դու բռնվել ես քո բերանի խոսքովը և քեզ բռնել ես տվել քո բերանի ասածներովը։ Սա այսպես արա, որդյակս, և ազատիր քեզ, որովհետև քո ընկերի ձեռքն ընկար։ Գնա խոնարհվիր և թախանձիր քո ընկերին, քուն մի տար աչքերիդ և նինջ արտավունքներիդ։ Քեզ ձեռքիցը ազատիր այծյամի պես, կամ հավ որսի ձեռքից ազատված թռչունի պես։ Գնա մրջյունին մոտ, ով ծույլ, նրա ճանապարհները տես և իմաստուն եղիր, որ իշխան, ոստիկան և տիրող չունի, բայց իր կերակուրը պատրաստում է ամառը և իր ուտելիքը հունձի ժամանակին է ժողովում։ Մինչև ե՞րբ ես պառկելու, ով ծույլ, ե՞րբ ես զարթնելու քնիցդ։ Մի քիչ քուն, մի քիչ ննջել, մի քիչ էլ ձեռք ձեռքի դնել, պառկել, այն ժամանակ քո աղքատությունը ճանապարհորդի պես կգա և քո կարոտությունը սպառազինյալ մարդի պես։ Անպիտան մարդը, անօրեն մարդը ծուռ բերանով է ման գալիս։ Նա ակնարկում է աչքերովը, ոտներովը խոսում է, մատներովը բան սովորեցնում։ Նենգություն կա նրա սրտումը, նա միշտ չարություն է հնարում, կռիվներ տարածում։ Սրա համար հանկարծ կգա նրա կորուստը, նա հանկարծ պիտի կոտրվի և ողջություն պիտի չգտնե։ 6 բան կա, որ Տերն ատում է, և 7-ը զզվելի են նրա հոգի առաջին. ամբարտավան աչքեր, ստախոս լեզու և անմեղ արյուն թափող ձեռքեր, չար խորհուրդներ հնարող սիրտ, չարության համար վազելու շտապող ոտքեր, սուտեր փչող անիրավ վկա և եղբայրների մեջ կռիվներ գցող։ Որդյակս, պահիր քո հոր պատվիրանքը և քո մոր օրենքը մի մերժիր։ Նրանց միշտ կապիր քո սրտի վրա, քո վզին փաթաթիր նրանց։ Թող գնալու ժամանակդ քեզ առաջնորդեն, քնած ժամանակդ քեզ պահպանեն, և երբ որ զարթնես, թող քեզ հետ խոսակցեն, որովհետև պատվիրանքը ճրագ է և օրենքը լույս, և խրատի հանդիմանությունները կյանքի ճանապարհը, որ քեզ պահե չար կնկանիցը, օտար կնքա շողոքորթող լեզվիցը։ Մի ցանկանար նրա գեղեցկությունը քո սրտումա, և թող նա քեզ չհափշտակե իր արտևանունքներովը, որովհետև մի պոռնիկ կնկա պատճառով աղքատանում են մինչև մի նկանակ հացի, և շնացող առնակինը պատվական հոգին կորսա։ Հնար է, որ մի մարդ կրակ կրե իր ծոցումը և նրա հանդերձները չայրվին։ Կամ կարելի է, որ մի մարդ կայծերի վրա ման գա և նրա ոտները չխանձվին։ Այսպես է նաև իր դրացի կնկամոտ գնացողը, ամեն նրան դիպչողը անմեղ չէ։ Այն գողին չեն արհամարհիլ, որ գողացել է իր սովը կշտացնելու համար, որովհետև սոված էր, սակայն եթե բռնվի, յոթնապատիկ պիտի վճարե, իր տան բոլոր ստացվածքը պիտի տա։ Բայց կին պղծողն անմիտ է, իր հոգին է փչացնում, ով որ անե այս։ Նա վերք և անարգանք կգտնե և նրա նախատինքը չի ջնջվիլ։ Որովհետև նախանձը մարդի սկատաղությունն է, և նա չի խնայել վրեժխնդրության օրը։ Նա ոչ մի փրկանքի երեսին մտիկ չի անիլ, և նա չի հաճիլ, որքան էլ շատացնես դու կաշառքը։